Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք միջազգայնագետ ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանին։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Պապյան, սկսենք Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակից։ Գիտենք, նա աջակցություն հայտնեց հայ առաքելական եկեղեցուն, որից հետո էլ վերջինիս նկատմամբ ու վերջինիս պատկանող ձեռնարկություններում հատուկ գործողություններ սկսվեցին։ Ձեր գնահատմամբ ինչու իշխանությունները նման կերպ արձագանքեցին Կարապետյանի հայտարարությանը եւ ինչու են փորձում նրա շուրջ իրավիճակը ամեն կերպ սրել։ Իշխանությունների համար առաջնային խնդիրը իշխանություն պահելն է եւ ցանկացած հայտարարություն, ցանկացած գործողություն, որը կատարվում է, որից իրենք վտանգ են զգում, անցնում են հակաքայլեր եւ այդ հակաքայլերը հակաօրինական են հաճախ եւ հակասահմանադրական։ Տվյալ դեպքում ակնհայտ է քաղաքական դրդապատճառը։ Ճիշտ է, մեղադրանքը այն է, իբր ինքը հայտարարությամբ իշխանություն տապալելու բռնության կոչի արը եւ նման բաներ, որը այդպես չէ, որովհետեւ ինքը աջակցություն հայտնել եկեղեցու եւ ասել է, եթե քաղաքական ճանապարհով լուծում չլինի, ապա ոնց որ ասած կարծեմ ասա մեր ձևով թյալ ձևով։ Նկատի ունի գործարարները ինչ որ կերպ կմիջամտեն։ Ինչ որ ձև, նայեք։ Նախ առաջինը սա մեկնաբանության հարց է, երկրորդը անգամ կոչը, դա մենակ այստեղ են այդ բանը, անգամ կոչը, այսպես ասած իշխանությունը տապալելու, դա օրինական իրավունք է, դա դեռևս գործողություն չի, դուք չեք կարող մտադրության համար մարդու դատել, եթե մտադրության համար մարդկանց դատեին, բռնաբարության համար համատարած պիտի դատեին բոլորին, դա սա մյուսը, ուզում եմ հիշեցնել, որ մարդու իրավունքների հռչակագրի մեջ ամրագրված է անգամ զինված պայքարի իրավունքը իշխանության դեմ։ Այստեղ նման կոչել չկար։ Ուղղակի հարցը շատ պարզ է, որ իշխանությունը ինչու սկսեց եկեղեցու թեմ, հարցումները ցույց տվեցին, որ եկեղեցու վարկանիշը շատ ավելի բարձր է։ Ես կառույցի մասին եմ խոսում։ Ես չեմ խոսում անհատների մասին, որոնց շատերի թերությունների մասին մենք գիտենք եւ եկեղեցին իսկապես բարեփոխման կարիք ունի։ Բայց հասկանում ենք սա ինչի համար է արվում։ Հա, ինչի համար է, որովհետեւ վարկանիշը բարձր է, եթե լիներ վարկանիշը ավելի ցածր, քան ԿՊ-ի վարկանիշը, որևէ քայլ չէր ձեռնվում։ Այսինքն նոր են իմանում, թե ինչեր կեն կատարվում եկեղեցի ներսում, ակնհայտ է, չէ՞, որ սա քաղաքական դրդապատճառ կամ ինչա նշանակում փակել են տալիս Սամվել Կարապետյանի տարբեր ձեռնարկություններ։ Նշանակումը պետությունը պիտի ինչ որ չափով պակաս հարկ ստանա, որտեղ եկամուտը պակասում է, եկամտահարկ եւ մարդիկ զրկվելու են աշխատանքներից։ Սա հենց քաղաքական հալածանք է կոչվում, որը բոլորովին ընդունելի չի այսպես կոչված դեմոկրատիայի բաստիոնի համար, ինչպես Նիկոլ Փաշինյանն է կոչում, սա պարզապես քաղաքական հալածանք է։ Օրինակ, այս ամենից հետո Փաշինյանը կարող է հայտարարել, որ ինքը իրավապահ համակարգի գործունեությանը չի միջամտում։ Ինքը կհայտարարի, որտեղ ինքը ինչ ուզում է հայտարարում է, լրիվ իրար ամերժ բաներ, բայց սա ակնհայտ է, որ այստեղ Հայաստանում արդեն նոր չէ, վաղուց տեղի ունեցան իշխանության միջոցով պետության զավթում, այսինքն մարդիկ եկել են իշխանության եւ զավթել են պետությունը։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ նացիստական կուսակցության դեմ հիմնական մեղադրանքը դա հոլոկոստը չէր, այլ իշխանության զավթումն էր պետական ապարատի միջոցով, այսինքն դու եկել ես իշխանության եւ իրավապահ համակարգը քեզանով ես արել եւ դրա միջոցով ուղարկում ես սրա տունն են խուզարկում, նրա տունն են խուզարկում, դատական համակարգը, որտեղ խուզարկության համար պետք է լինի դատական որոշում։ Ակնհայտ է, չէ՞ որ դատարանը անկախ չի գործել, որովհետև ինչ էին ման գալիս այդ հայտարարությունից, զենք զինամթերք էին ման գալիս, ես գիտեմ իմ տունել են եկել խուզարկել, բնականաբար դա այդ ձև բաներ հիմա նկատի չունեմ, այլ տարբեր առիթներով էլի, բայց սա ճշմարտ միջոց է մարդկանց նկատմամբ։ Կրկնում եմ, մարդիկ ազատորեն իրավունք պիտի ունեն արտահայտվել։ Ես դրա կողմն եմ, անգամ եթե չեմ ընդունում շատ մարդկանց դիրքորոշումը, իրենց քաղաքական հայացքները եւ այլն։ Եվ նաեւ մյուսներին վախեցնելը, որով կհամարցակվի հետագայում խոսել, նման ճակատագրի կարժանա։ Իհարկե, հիմա պատկերացնում եք, չէ՞, ասենք միջին քաղաքացին նայում է, ասում է, դե եթե Սամվել Կարապետյանի հետևից մարդ են ուղարկում, ուզում են բռնխանութներ են փակում, իսկ դա եղել է։ Պարզապես այդ փոքր բիզնեսները եւ մենք գիտենք մեր համախոհների առումով գիտենք։ Ես իմ հարազատների հարցում գիտեմ, իմ բոլոր հարազատների բիզնեսները անընդհատ նույն վիճակի մեջ են, այսինքն եղել եւ բանը, դա ճշմարտ միջոց է։ Այսինքն օրենքի ձևական կիրառմամբ քաղաքական հալածանք աներ։ Պինոչետն էր ասում դեռևս, որ
թշնամիներիս համար օրենքը ամբողջ խստությամբ, իսկ իմ կողմնակիցների համար օրենքի արտոնյալ կարգ, այսինքն օրենքի մեկնաբանությունը, եթե գործադիր իրեն է վերապահում, ինքը միշտ չարաշահում է։ Իսկ ինչ եք կարծում, Սամվել Կարապետյանին ի վերջո կձերբակալեն, թե իշխանությունը այնուամենայնիվ կխուսափի նման քայլից, հաշվի առնելով Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես արդեն նշեցինք, մեր հարցազրույցը տեսաձայնագրելու պահի դրությամբ Սամվել Կարապետյանին միայն մեղադրանքի առաջադրվել, սակայն դեռևս նա որևէ կարգավիճակ չունի խափանման միջոցի մասով։ Ես կարծում եմ դա փորձ կարվի, այսինքն ձերբակալման, որտեվ այնտեղ կարծեմ մինչև 72 ժամ ձերբակալությունն է, դրանց ավել կալանավորում, կարգավիճակ, հիմա կարող է երկրից չբացակայելու մասին խափանման միջոց, օրինակ մենք հանրահավաք էին կազմակերպել, մեր դեմ քրեական գործ հարուցեց Նիկոլ Փաշինյանը եւ խափանման միջոց երկրից չբացակայել, դե անհետացա, չէ՞, հանրահավաքի կազմակերպման համար, որ անգամ փողոց չէինք փակել, բայց այդ ծեվա, բայց այս սրա հետևանքները ավելի վատ է լինելու Նիկոլ Փաշինյանի համար, բացատրեմ ինչու։ Ես չգիտեմ ինքը դա դիտավորյալ անում թե հակամայից է ստացվում, ինքը Սամվել Կարապետյանը բերում է քաղաքական դաշտ այս քայլերով եւ ընդհանրապես ժողովուրդները սիրում են հալածյալներին։ Հիմա այս հալածյալի լուսապսակ ինքը դնում է Սամվել Կարապետյանի գլխավերևում եւ Սամվել Կարապետյանը ուզի թե չուզի, միգուցե ինքը ուզում է, չգիտեմ, տեսնենք դեռ, միգուցե իր թիկունքում կան ուժեր, որ ուզում են, ես էլ չգիտենք։ Առաջիկա օրերը ցույց, բայց հարցը հետեւյալն է։ Իրա համար ստեղծվում է մի այսպես թռիչքահարթակ քաղաքական դաշտ մտնելու, ինքը քաղաքականացվում է։ Ինքը մի մարդ էր, որը ինչքան հիշում եմ, առանձնապես քաղաքականության մեջ չկար, գոնե հանրային քաղաքականության մեջ չկար։ Բարերար, բարեգործություններ, զանազան ծրագրեր, եկեղեցուն աջակցում էր, մյուս բանը, Արցախում էր զանազան ծրագրեր իրականացում։ Հիվանդանոց էր կառուցանում էր, նույն Ռուսաստանում էր անում եւ այլն եւ այլն։ Հիմա հասկանալի է, որ հիմա շատերը փորձում են այնպես ներկայացնել, ինքը բարեգործություններ անում, բայց չգիտեմ, իր նկարներ ուզում կպցնեն։ Լավ, հիմա այդ մարդիկ անում են, ուզում են, որ ինչ-որ հայտնի դառնա, նաև բարեգործության մղիչ ուժերից մեկն էլ նաև բարերարի անունը ձեռք բերելն է։ Դրա մեջ հիմա մարդիկ կան, կարող է ավելի համեստեն չեն այսպես ասած մեջտեղ գալ, նա քրքրկորյան այդպես է, նա որևէ բան չունի, ուրիշ մարդիկ ուրիշով են, բայց համարժեք չի այս գործողությունները, այսինքն մարդը կարծիք է արտահայտում, ասում է եկեղեցու նկատմամբ հալածանքներ պիտի չլինեն այսքում, եթե շարունակվեն մենք բանով այլ տարբերակով են եւ դուք այլը մեկնաբանում եք որպես ինչ, նախ դեռ մեկնաբանելը քիչ է։ Մեկնաբանել քիչ է, մարդու իրավունքն է։ Այո, ամեն ձևով ժողովուրդը իրավունք ունի ամեն միջոցի կիրառմամբ, որը ամրագրված է, կրկնում եմ, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մեջ, իր խնդիր լուծի։ Գիտեք Ամերիկայում ինչի ժողովուրդը զենքի իրավունք ունի։ Ինչով է դա հիմնավորում եւ այդ բոլոր շարժումները, որ կան, ասում են զենք չպիտի տանք։ Իրանք ասում են հետեւյալը. եթե իշխանությունը զավթվի, պետությունը զավթվի իշխանության մի խումբ մարդկանց կողմից, բա ոնց է կարողանալու ժողովուրդը հետ ստանալ իր իշխանությունը։ Պետությունը ստացվում է զինված է, ժողովուրդը անզեն է։ Դրա համար Ամերիկայում ժողովուրդը զինված է եւ այնտեղ երբեք չի լինի, որ մի խումբ մարդիկ կարողանան գալով իշխանության պահեն իրենց ձեռքը իշխանություն զավթեն։ Ի վերջո հիշենք, նացիստական Գերմանիայում Ադոլֆ Հիտլերը իշխանության է եկել ընտրությունների ճանապարհով, բայց դրանից հետո ինքը զավթել է իշխանությունը, թույլ չի տվել, որ արդար ընտրություններ լինեն եւ դա պահել է։ Նույնն էլ բոլշևիկները իշխանության են եկել, այսպես ասած, քվեարկությամբ, ու զավթելուց հետո դա կազմակերպվել է։ Ես օրինակ 60-70-ականներից հիշում եմ, որ առավոտ շուտ մարդիկ արթնանում էին, հավաքում էին այդ բոլոր թաղամասի քվեաթերթիկները, գնում էին եւ քվեարկում էին բոլորի անունից։ Հիմա ստացվում է ձևականորեն բոլշևիկները, կոմունիստները իշխանության էին քվեարկության ճանապարհով, բայց խորքի մեջ այդ քվեարկություն չկա։ Իսկ Հայաստանում հասել ենք այդ փուլին, որ ընտրությունների միջոցով այլևս ոչինչ հնարավոր չլինի։ Հիմա մոտենում ենք դրան, իշխանությունը պետք է մի բան հասկանա։ Երբ որ աշխարհը զարգացել եկել է քվեարկության ճանապարհով իշխանապողության գաղափարին, ինքը անցել է ապստամբությունների, ջարդերի, կոտորածների միջոցով եւ հասկացել է իշխող վերնախավը, որ ինքը եթե չուզում ամեն անգամ ժողովուրդը ապստամբի եւ ֆեոդալների գլուխը կտրի, չգիտեմ, ցցի անի թակավորներին վառի, ուրեմն պետք է հնարավորություն տա խաղաղ իշխանապողության։ Եթե դու զրկում ես ժողովրդին խաղաղ իշխանապողության հնարավորությունից, բնականաբար ժողովրդի մեծ մասը լռելու է, քաշելու է մի կողմ, բայց ժողովրդի մի մասը պայքարելու է եւ դու իրան թողում ես պայքար, ասենք
արաբական երկրներում ինչ էր պայքարը, դա ռազմական հեղաշրջումներն էր, անընդհատ, չէ՞։ Ասենք Ասադի ընտանիքն այդտեղ է եկել իշխանության, Սադամ Հուսեյնն է եկել ռազմական ճանապարհով, այդ ճանապարհով էին գալիս, կամ ավելի վաղ շրջանում, այսպես ասած, ժողովրդային ընդվզումի եւ ապստամբության մենք ուզում ենք այդ ճանապարհը, մենք չենք ուզում, մենք ասում ենք խաղաղ չէ, բայց իշխանությունը պետք է այդ հնարավորությունը տա, եթե մարդուն կարծիք արտահայտելու համար այսպես ցկելով մեկնաբանում ես, որ նա, չգիտեմ, իշխանությանը բռնի, զինված տապալման կոչ արել եւ գործես հարություն վրան, բնականաբար բոլորը հասկանում են, որ դու փակում ես ժողովրդավար ճանապարհով երկիրում իշխանապողություն կատարելու հնարավորությունը։ Նաև երբ Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից ենք հարցին նայում, ակնհայտ է, որ վերջինս ու իրեն կից շրջանակները փորձում են հակառուսական տրամադրություններ գեներացնել եւ հենց այս լույսի ներքո իրենց վարկանիշը բարձրացնել հնարավոր արտահերթ կամ հերթական ընտրություններից առաջ։ Ինչ եք կարծում, սա Փաշինյանին որքանով կհաջողվի, մենակ սա բավարար կլինի իր վերընտրությունը կամ ինչ որ տարբերակով իշխանության մնալը ապահովելու համար։ Նախ Փաշինյանի գործողությունները երբեք գաղափարահեն չեն եղել։ Մենք տեսել ենք։ Ինքը խոսում էր անընդհատ հապկից դուրս գալու մասին, մի 7 անգամ իր գործողությունները դրա մասին չեն վկայում, ընդհակառակը, երբ որ Լավրովը եկավ, Մատվիենկոն եկավ, հստակ ասացին, որ մենք որևէ քայլ չենք արել, մենք ոչինչ չենք փոխում, մենք ձեզ հետ ենք։ Հետևաբար հակառուսական հայտարարություններով աչքի ընկնող Ալեն Սիմոնյանը։ Հետևաբար այդ ամբողջը խոսքի մակարդակով է։ Գործական մակարդակով մեր կախվածությունը Ռուսաստանից շատ ավելի է մեծացել։ Եթե նայում եք առևտրի ծավալները, շատերը մոռացել են, որ երկար տասնամյակներ Հայաստանի թիվ 1 առևտրային գործընկերը Եվրոմիությունն էր։ SS վերջի շրջանում այդտեղ եղել եւ Նիկոլի շրջանում ավելի շատ Ռուսաստանը։ Թիվ 1-ը Եվրոմիությունն էր, Բելգիան էր, մյուսներն էին եւ այլն։ Իսկ տնտեսական հարաբերությունները շատ կարեւոր։ Մյուսը մենք անգամ Ռուսաստանի հետ չեն կարողանում կարգին հարաբերություններ, որովհետեւ Վրաստանի հետ լեզու չեն գտնում։ Ես այնօր կարդում եի, որ հարյուրավոր բեռնատարներ Ծիրանով բեռնված կանգնած են 200 հատ Հայաստանի տարածքում, ինչ որ 50 բեռնատարել Վրաստանի տարածքում։ Կոնյակի հարցում բավականին լուրջ խնդիրներ կան։ Իհարկե, եւ հələ կոնյակը եթե դե լավ չիփ չանում, իրանք ֆինանսական կորուստ են կրում, Ծիրանը չի կարող օրերով մնա, վերջը Ծիրանի ջեմը հասնելու տեղ կամ գինն է անկնում։ Իսկ սա նշանակում է հազարավոր գյուղացիներ են տուժելու։ Հազարավոր գյուղացիներ են տուժելու, որտեղ իրանք էլ դա են վաճառում։ Այսինքն, այս մարդիկ որևէ հարց չեն կարողացել, այսինքն լուծել եւ չեն էլ կարողանում լուծել եւ չեն էլ կարողանա, իրանք հապ այդ պատկերացում չունեն։ Հիմա հակառուսականության շահարկումը լինելու է դա, բայց դա բավարար չի։ Միակ հնարավորությունը, որ իրանք եւ այդպես է ցայնան, դա իշխանական լծակները օգտագործելն է։ Եւ դա արվում է այս հալածանքը մարդկանց նկատմամբ։ Այսինքն մենք մի քաղաքական ուժ ենք, որ մշտական հալածանքի տակ ենք, մենք գիտենք, այսինքն մարդիկ գալիս պատմում են իրանց գլխին, իրանց զավակների, ազգականների, հաճախ այդ ազգականները հակառակ հայացքները ունեն մեր հայացքներին, բայց այդ մարդկանց հալածում են զուտ նրա համար, որ ազգական է, այսինքն, եւ այս Հայաստանը հետընթաց ապրել ժողովրդավարության մեջ, այդ հեքիաթը, որ Հայաստանում ինչ որ բան է, եւ կոռուպցիա առումով ավելի վատ, եւ օրենքներն են ավելի վատացել, եւ ենթաօրենսդրական կարգերը եւ տուժումը ամենաաղքատ խավը, սկսած այդ շրջանառու հարկի մտցնելուց հաստատագրված հարկից այդ փոքր գյուղական կրպակներից գույքահարկի բարձրացումը եւ բոլորի վրա ամեն հարցով դեռ առաջին օրվանից իրենք եկամտահարկը համահարթեցրեցին, ինչի արդյունքում օրինակ 100,000 դրամ եւ 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները միևնույն տոկոսադրույքով սկսեցին իսկ առաջ այդպես չէր, եղածական շատ է ստանում երկրաչափական, որ ամբողջ աշխարհում է ընդունված այսպես։ Մի դեպքում 23% էր, մյուսինը 36։ Հենց այդպես է, ճիշտը դա է, այսինքն հարուստը պիտի ավելի շատ միայն ոչ միայն քանակային վճարի, այլ նաև տոկոսային, որտեղ հարուստի համար այդ տոկոսը ապրուստի խնդիր չի, հարուստի համար այդ տոկոսը թվանշան է, այսինքն իր հարստությունը կլինի 7 միլիոն թե 9 միլիոն, իր համար արդեն թվանշանն է ընդհանրապես այդ բանը, իսկ աղքատի համար դա կարևոր է, այդ 5-10 հազար դրամը, որ դու այսօր իրանից գանձում ես ավել ամսական, շատ ընտանիքների համար դա լուրջ փող է։ Եվ բայց ինքը խաբեությամբ եկավ։ Նաև այստեղ ուրիշ հարց եմ ես ուզում անդրադառնալ, քանի որ ընտրությունների մասին ասացինք, ինքը ձախողել է, որտեղ ինքը խաբեբայությամբ է զբաղվել, որովհետև իր ընտրությունների ժամանակ հնչեցած գաղափարներն ու խոստումները
եւ իր իրականացնած քաղաքականությունը իրանք հակառակ են, հակոտնյա են իրարամերժ են։ Անկամ իր կառավարության ծրագիրը կետ չկա, որի շուրջ չեն տապալել, որը կատարել են։ Այդ նշանակումով հիմա ինքը եկեղեցականներին մեղադրում է, ասում է իրանք ուխտադրուժ են, որովհետեւ տվել են կուսակրոնության ուխտ եւ դրժել են։ Չեմ քննարկում այդ հարցը, այդ ուրիշ հարց է, դրժել են ենթադրենք։ Բա դու քանի ուխտ ես դրժե։ Քո ամբողջ ծրագիրը 21 թվականի դա ուխտ է, չէ՞, խոստումը քաղաքական ուժի խոստումը, դա մեն կոչվում է քաղաքացիական պայմանագիր։ Դու պայմանագիր ես կնքում ընտրողի հետ, ասում ես քո քվեն ինձ տուր, ես դրա դիմաց այս բանը կանեմ։ Հիմա դու անում ես լրիվ հակառակ, այդպես չի։ Քաղաքակիրթ երկրում, երբ որ այո իրավիճակը փոխում, դու պիտի փոխես, դրա համար ոնց որ ասած դիմում են հանրակրվեի եւ ժողովրդից նորից են այդ մանդատը ստանում։ Դուք տեսեք այսօր կամ հրաժարական են տալիս եւ արտահերթ են տալիս կամ արտահերթ ընտրությունների են գնում, որտեւ այն ինչ որ ես առաջադրել էի որպես ինձ համար ծրագիր, հիմա օբյեկտիվ պատճառներով չեմ կարող իրականացնել։ Ես սա պիտի անեմ, բայց քանի որ ես ձեզանից սրա համար մանդատ չեմ ստացել, մանդատ լիազորություն է, չեմ ստացել, ուրեմն ես սա եմ ասում։ Դու այն ժամանակ կանգնել Նիկոլ Փաշինյան ասել, որ ես գույքարկը թանկացնելու եմ, ես տեսնենք քանի քվեք ստանալ կամ ասելու եմ որ Արցախի հանձնելը բերելու է Հայաստանի ինքնիշխանության հզորացման եւ այլն։ Ասում եմ ես պիտի ասած լինեի որ Արցախը Հայաստան չի, հիշում եք ասում ես 18-ին ասել, իզուր չասեցի։ Բասեր տեսնեմ քանի քվեք կստանալ 18-ին այդ բանն ասելով։ Դու եկար, այսինքն այդ խափեությունը քաղաքական խափեության ամենավատ ձևն է։ Հիմա ինքը ուզում է էլի խափեությունով ինչ-որ բաներ անել, բայց ես կարծում եմ պիտի ժողովուրդը ավելի իմաստուն լինի եւ հասկանա, որ գիտեք, Սասունցի Դավիթի ազգային էպոսի մեջ մի դրվագ կա, չէ՞, որ Մսրամելիքին խփում ասում է, կիսում, Մսրամելիքը ասում է, մի հատ էլ խփի, ասում է, ոչ, ես նույն բանը չեմ կրկնում երկու անգամ։ Այդ պատահական չի, այսինքն դու ժողովուրդ մի անգամ չէ, երկու անգամ ես սխալվել։ 18-ին ինչ որտեղ հասկանալի է։ Էյֆորիան բավականին մեծ է։ Բավականներ է, խոստումներ մտածում ես, որ Նիկոլ Փաշինյան 2 տասնամյակա ճանաչում ես, մտածում եմ կարող է փոխվել է այս մարդը։ Այսինքն երիտասարդ տարիքներին գիտեի, բայց հերթական անգամ ես հասկացա ինչ որ կա բժշկական տեսություն, որ ասում է 5 տարեկանից այսքան երեխան չի փոխվում։ Իրա, այսինքն եթե 5 տարեկան երեխան ազնիվ չի, ինքը ազնիվ չի լինելու 55 տարեկանում։ Եթե 20 տարեկանում լրագրողը խափում է, իսկ որ Նիկոլ Փաշինյան այդպեսին է եղել այդ բանը, 55-ում էլ է խափելու եւ այդ բաներն անելու կամ դրամաշորթությամբ զբաղվելու ինչ որ բան։ Այդ մարդը ամբողջ կյանք այդպես է եղել։ Արդեն պետական մակարդակով է դա անում։ Արդեն պետական մակարդակով, արդեն դավաճանելով, եթե ինքը ասենք դավաճանել է իր բարերարներին ժամանակին, հիմա էլ ինքը բավական այլ քաղաքական ուժերի, ինչա նույն, ես եթե ինքը ոմանք ուզում են ցույց տան օլիգարխիայի դեմ է պայքարում, ինչա Գրզոն ու Լֆիկ օլիգարխ չեն, բա պայքարի նրանց դեմ էլ, այսինքն որ հասկանանք արդար է, չի կարելի օրենքի կամ որևէ սկզբունքի ընտրողաբար կիրառում, որը իրականացնում է ինքը։ Եվ սա հանգեցնելու է նրան, որ նորից եմ կրկնում, ինքը Սամվել Կարապետյանից սարքում է քաղաքական դեմք եւ ինքը առաջի տուժողներից մեկն է լինելու։ Ես ես համատեքստում ուզում եմ նաև անդրադառնանք ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությանը, որի պատճառը Սամվել Կարապետյանին ձերբակալելու որոշումը չկատարելն էր։ Կարող ենք փաստել, որ ուժային բլոկն այլևս Նիկոլ Փաշինյանին չի ենթարկվում ու չի կատարում նրա հրամանները, թե դեռևս վաղ է նման գնահատական տալու համար։ Սա կարելի ասել առաջին նախանշաններն է, խլրտումները եղել են վաղուց։ Դե մենք բնականաբար, ինչ ասեմ, փոքրաթիվ ազգ ենք, մեծ ժողովուրդ ենք, բայց փոքրաթիվ ենք, ունենք, մենք գիտենք իր, այսպես ասած, կողքի կանգնած մարդիկ ոնց են հոգնած եւ զզված իր այս խենթություններից, խենթմեղմ եմ ասում, ես հիստերիկ բաներից, որ այսինքն ամեն մարդիկ հասկանում են, չէ, որ այդ հրահանգները, որ տալիս է, գնացեք սրան բռնեք։ Հիմա հարց ես ուղղակի ասեմ, ուրեմն Սամվել Կարապետյանը ինչ որ միտք է ասել, որի մեջ սպառնալիք իմ կարծիքով չկար։ Նիկոլ Փաշինյանը հստակ հիշում եք, sense կկտրենք վիզը, չգիտեմ, ԱԱՑ պատվալները կլցնեն բոլորին, բայց չի քրեական գործ չի արուցվում։ Չէ՞։ Դա սպառնալիք է, ուղղակի սպառնալիք է։ Կամ այս հայհոյանքները, որ հոգեվորականներին տալիս է, անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակում, որոնք ոնց ասած իր ձեռի գործիքն են տարել, ԱԱՑ-ն եւ այլն, իրանք էլ են հոգնում։
Հետո իրանք հասկանում են, որ իրանք արածը շատ բան անբարոյական է, մարդիկ ի վերջո օրենքից են հասկանում։ Այսինքն դու չես կարող բան անես մեկի հայտարարության համար, ասենք գնաս բռնեք էս արի։ Եվ սա առաջի դեպքը չի, ուղղակի սա աղմկահարույց դեպք է։ Առաջինն էր, որ տեսանելի դարձավ։ Սամվել Կարապետյանն է դրա համար, իսկ գիտեք քանիսին։ Հենա մեր համախոհներից Տիգրան Դերանին, ասենք նկատմամբ այդ ապրիլ 24-ի այդ բանը չկարողացան ապացուցեն, որ այդ մարդը ինչ որ բան է ասել, ասենք Նիկոլ, դա հնչել է Նիկոլ Դավաճան, Նիկոլ այդ բանը Նախ տեսակետը խեք մարդուն բանանում քրեական պատասխանատվություն ունի Նիկոլ Դավաճանը ինքը Դավաճանը համարում ինձ իր կարծիքն ասում լավ անում ասում է այդ ճշմարտ միջոցը ճիշտ է դա էլի բան եղավ բայց երբ որ 100,000-ավոր դոլարների տուգանք եք դնում 72 տարվա մարդու վրա դուք հասկանում եք չէ որ դա չինքը չի կարող վճարի հետեւաբար դա նաև մեր դեմ պայքարի միջոց է մեր համախոհներն համատարած կամ տուգանում են կամ պատասխանատվության սա է հարցը այդ մարդիկ արդեն հոգնել են այո ուժայինները այլևս չեն ուզում գործիք լինել եւ սա կարծում եմ ընդօրինակվելու է եւ միայն ուժայինները չէ ԿՊ-ի ներսում խլրտում կա այնտեղ են հասկանում որ արդեն չափ անցնում է Նիկոլ Փաշինյանը ասեք աշխարհում ինչ է կատարվում տարածաշրջանում մեր շուրջը մենք անվտանգության խնդիր ունեն մարդը ինչ որ կամ դոմփելուց է խոսում կամ չգիտեմ այսօր էլ եթե իրանները մի էլի միտք կար եթե իր անունից էր դրած, եթե այդպես էր, որ այո, ես հիմա էլ պիտի կանոնագիր հայոցի բառապաշարն օգտագործեմ, ինչ որ պոռնկաբարոց ձեր գործողությունները, ասենք առավոտ արտանում սկսում ինչ որ այդ ձեր տպավորություններն է, որ էսի սերրապես խանգարված դեռահասա, բանու գործ չունի խոսալու այդ կիսա սեքսուալ սեռական թեմա կառավարության մակարդակով դնում քննարկում եք թե ամուսնացած չի բանը արդեն Ալեն Փաշինյանը ուղղակի ասում արդյոք իրավունք կա սեքսով զբաղվելու թե չէ խփեր ուրիշի սեքսի քեզ ինչ է ուզում Աշխարհի որևէ երկրում նման ղեկավար տեսել եք, պարոն Պապյան, արևմտյան երկրներում հատկապես։ Ես չեմ տեսել այդ ձև, որ այսինքն կառավարության այդ մակարդակով լրագրողական հետազոտություն լինում է, հա, լրագրողը կար, այս դրա համար է լրագրողը։ Օրինակ, բաց այն էլ գիտեք, որ դեպքում, որ եթե նրա անձնական կյանքը, թվում նաև սեքսուալ կյանքը, պետության անվտանգության հետ կապ ունի, էլի։ Այսինքն օրինակ եղել է դեպքեր X երկրում չասեմ որ պարզվել է որ պաշտպանության նախարարը որ ամուսնացած չի հանդիպում է մի կնոջ հետ որը լուրջ կասկածներ կան որ այդ կինը X երկրի հատուկ ծառայությունների աշխատակից է եղել է սկանդալ այդ առումով տես որ դա անվտանգության հետ է ոչ թե որ ինքը սեռական հարաբերություն ունի այլ որ դրա միջոցով կարող արտահոս լինի բայց դրել եմ ասում դա արվում է լրագրողական կամ փակ իրենք այսինքն հատուկ կազմակերպ մարմինները իրանց հետազոտությունն են անում բայց տանել կառավարության մակարդակ ստեղ ուրիշ խնդիր կա եւ դրա մասին մենք հայտարարել ենք որ սա արտաքին պատվեր է որովհետեւ համաքրիստոնեական քաղաքական համերաշխության գաղափարը ոնց որ ասում են ոտ առում սկսել է քայլել Թրամփով մենք բրուսելում ենք այդ հարցերն էլ բան հիմա Անկարայի եւ Բաքվի տեսակետից բոլորովին լավ չի սա որտեւ Հայաստանը կարող է սա օգտագործել քաղաքական նպատակներով հիմա իրենք ինչ են անում այդ գործիքը եկեղեցին որտեվ մեր նկատմամբ ինչու այդ բաները քաղաքական ուժերը դրական վերաբերմունք ունեն մերեսին են ասա այսինքն որպես առաջի քրիստոնյա ազգ եւ որպես քրիստոնեության վերջին հողակտոր միջին արևելքում Այսը շատ կարևոր է։ Հիմա վարկաբեկելով հայկական եկեղեցին, որտեվ այստեղ կաթողիկոսի երեխա ունենալ չունենալու հարցը չի, այստեղ եկեղեցու վարկաբեկումն է, իրենք Հայաստանին զրկում են այդ գործիքից օգտագործելու քաղաքական համերաշխությունը քրիստոնեական, պահպանողական շարժման ընդդեմ Բաքվի եւ Անկարայի։ Իսկ իրենք բնականաբար օգտագործում են այդ համաիսլամական միասնության գաղափարը։ Պարոն Պապյան, այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա, հանդիպել է Էրդողանի հետ, Ալեն Սիմոնյանն էլ այս այցը պատմական է որակել։ Ձեր համոզմամբ ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս այցից եւ ըստ ձեզ ինչ են փորձելու պայմանավորվել Փաշինյանն ու Էրդողանը։ Նախ ասեմ այս այցի ժամանակ ակնհայտորեն ստորացնելու են Նիկոլ Փաշինյանին նպատակը ստորացնել Հայաստանը։ Օրինակ, փոխնախարար Կոստանյանը գնացել է, իրենք Հայաստանի դրոշը չէին դրել։ Կամ չպետք է լիներ թուրքական դրոշը միայն սեղանի վրա փոքր դրոշակները լինեին, կամ եթե թուրքական դարձել հայկականներ լինեն, չէր դրված։ Դա ստորացում է։
ես ձեզ ասեմ, թուրքերը շատ մանրախնդիր են այդ հարցում։ Անգամ քանով չափում են ում աթոռը ինչքան բարձր էր, ով ինչ աթոռի վրա էր նստած, եւ այդ էլ մեծ սկանդալներ ալնում, այսինքն, ասում եմ, մեր դեսպանին կանչեցին, իրենք ավելի բարձր աթոռի վրա էին նստել, իրենք մեր դեսպանով այդ բաները։ Սա կն, դա առաջինը ստորացման փորձն է։ Երկրորդը, իրենք գնում են ոնց որ ասած տարածաշրջանի ըստ Նիկոլ Փաշինյանի նայողից Դաբրոստանա այսպես կոչված հայ-ադրբեջանական, էլի եմ ասում, այսպես կոչված խաղաղության պայմանագրի, որտեղ ինքը չի աշխատում։ 17 կետեր համաձայնեցիք, հիմա այդ 17-ին իրենք ավելացրել են եւս 7-ը եւ հետո վաղելի 17։ Ոչ մի բան չի ստանալու։ Գնալու է, ստորացվելու է, նոր պահանջներ է դրվելու իր առջև, որ սա էլ կանես, սա էլ կանես, սա էլ կանես։ Այսինքն օրինակի համար ներողություն պիտի խնդրեք, որ դուք թուրքերին եք կոտորել, դավաճանել եք մեր միացյալ հայրենիք օսմանյան կայսրությունը, ռուսի կողմից կռվել եք մեր դեմ, թուրքերին կոտորել, մի հատ էլ պիտի գնաս պսակ դնես Սարիղամիշում դրած ու շարժանին հայերի կողմից թուրքերի բանն են։ Այդպես պահանջներ են դնելու, ես ասում եմ։ Գուցե Աթաթուրքի գերեզմանին էլ տանեն անընդհատ։ Իհարկե գուցե դա էլ անել տան եւ այլն։ Եվ ես չեմ կարծում, որ ինքը համարձակություն կունենա, էլ չեմ ասում, որ մանրամասները ցանկացած երկրի մանրամասը, որ դու գնում եք, դրա համար արողակարգը ամեն մանրամասն պարտավոր է հստակեցնել, որ րոպեին ինչ ես անում, չգիտեմ, ում հետ ես բանակցում, ուր ես գնում, ով ինչքան է խոսում, ինչի մասը, դա այդ ամբողջը կա, հակառակ բարակայում եւ ասեմ թուրքերը եւ ես այդ դառը փորձ ունեմ, այսինքն թուրքերը շատ խորամանկ են, անգամ նենք, այսինքն մենք բանակցել ենք, ես այդ ժամանակ Բուխարեստում էի Սևծովյան տնտեսական համագործակցության այդ կազմակերպությունը կա, որտեղ մեր շփումը թուրքերի հետ մենակ այդ բանով էր։ Ինչ որ տեքստ, որտեղ ես առարկել եմ եւ փոփոխություններ են մտցվել բանի տեքստի մեջ, հետո բերել են տեքստը ստորագրել, ես նայել եմ, բայց ես ասում եմ իմ առաջարկներն ուր են փոփոխել։ Վայ կներեք, նախավերջին տարբերակը սխալման ձեզ տվեցի։ Եթե ստացվեր, ստացվեր։ Իհարկե, դեմ կտային, ես կստորագրեի, հետո ասում եմ ապացուցի, որ ոնց ասած դու տեղյակ ես եղել կամ մյուս կողմից դի ասել, իսկ ինչի տեղյակ չէիր Բաքո։ Նիկոլենք չեն հասկանում այս բաները։ Եվ գիտես ինչքան ժպտում էին իմ երեսին, ինչ եղբայրական հարաբերություններ, բայց դա չի նշանակում, որ բաները թուրքական նեն քաղաքական դե փորձ ունեն ասետները շփվելու։ Ես ՆԱՏՕ-ի պատվիրակությանը տեղել եմ Անկարայում, այո, մեզ տարան բանի գերեզմանին եւ բոլորին պսակ դնելու։ Ես հրաժարվեցի։ Գիտեք ինձ ինչ ասեցին։ Ասին դու բա չես վախենում, որ քո սենյակից թմրանյութ կգտնենք հյուրանոցի։ Ասի ինչ ուզում եք արեք, ես չեմ դնի ու չդրեցի։ Եվ եթե ինչ չպաշտպանեին բրիտանացիներն ու ամերիկացիները այդ կազմը, որտեղ ես իրանց գործ ասամ չով Կլաուս Նաուման, որը 4 աստղանի գեներալ ՆԱՏՕ-ի, ինձ է ձվել Կլաուս Նաումանը ասեց, երբ որ հետո մենք վիրուսեր հանդիպեց, ասեց դու գիտես չէ որ մեր հետ չլներ, քեզ կտոր էին անել, ասի ես գիտեի, բայց քանի որ ես ձեր հետ էի, ինձ կտոր չարեցին, այսինքն ես ՆԱՏՕ-ի պաշտոնական կավատիրացան։ Հիմա Նիկոլ Փաշինյան այս մանրամասները բանարը, որտեվ ինքը հավաքել է մարդկանց իր շուրջը, ես գիտեք փողոցում քայլելուց ինչքան պրոֆեսիոնալ լավ դիվանագետների եմ տեսնում, ագայի երբ որ հարցնում ենք ինչ ենք անում, նրանցից համարյա որևէ մեկը չկա արտգործնախարարություն։ Պրոֆեսիոնալ դիվանագետները 21 թվականից հետո լքեցին արտաքին գործերի նախարարությունը։ Այո, եւ իր կողքը։ Ինքը վատ լավ իր կողք ուներ արտաքին տնտեսական հարցերով խորհրդական, արտաքին քաղաքական հարցերով խորհրդական եւ արտաքին հարցերով օգնական։ Հիմա այդ երեք տեղերը թափուր են։ Հիմա եթե հարստանք, այսինքն ով է իր կողքը, իր հետ միասին որոշում բանը, ասենք քաղաքականությունը, բանը Միրզոյանը։ Միրզոյան նախ ինքը առանձնապես բան չի հասկանում, հեսա հետո Միրզոյանը այդ կամքի տեր մարդը չի, որ իր առաջարկը բանն է։ Գիտեք, ես երկար ժամանակ աշխատել եմ եւ իր բոլոր թերություններով հանդերձ, որ բանը մեր ժամանակ կար կոլեգիա։ Ես էլ կոլեգիա անդամ էի որպես խոսնակ։ Մենք նստում էինք, քննարկում էինք եւ ձեզ ասեմ, այն քննարկումները, այն գորգռոցը, այն իրար մեղադրանքը, որ տեղեր ունենում այդտեղ, դա լուրջ քննարկում էր։ Բայց հետո որոշում ենք կայացնում եւ այսպես էր սկզբունքը։
Եթե ընդունեցինք որոշումը, բա բոլորիս համար միասնական է, ոնց ասած ներքին խոսակցությունը մնում է եւ մենք կատարում ենք։ Մինչեւ որոշումը կար բանավեճ, առողջ պրոցեսներ։ Այո, բանավեճ եւ պիտի ասեմ նախագահական ուշադրություն էր դարձնում առաջ։ Այս ձև էր հարցը, այսինքն արտգործ նախարարությունը տեսակետ էր ներկայացնում, այդ թվում երբեմն լինում էր, ասում են մեզ տարբերակներ տվեք։ Առաջի, երկրորդ, երրորդ, եթե սա չեղավ, ուրիշ ինչ ենք անում։ Այսինքն ինչ որ համերաշխություն կար, ինչ որ գործունեություն կար եւ այլն, ինչ որ մարդիկ քո բան են։ Հիմա հակառակն է տեղի ունենում, այսինքն որոշումը կայացվում է ոչ թե այդ տեսակետների հիման վրա, այլ Նիկոլ Փաշինյանը, ասենք, այդ օրը տենց հարթնացե, ինքը ասում է, այսպես պիտի անեք, դրեք հիմնավորեք։ Հիմա այդ ԱԱՑ-ի, այսինքն այդ չկատարել ես դա, ով է պայմանած, այս մարդկանցից չեն հարցնում, որ օրինակ դուք այդ հարցի մասնագետն եք, կամ մյուս հարցը, արդյոք գործ հարուցելը, ձերբակալելը լավ է թե վատ է իշխանության համար։ Անկամ իշխանությանը, որտեղ ես ասում գտնում եմ, որ գործ հարուցել եւ այս ամբողջ աղմուկը Սամվել Կարապետյանի դեմ, սա շատ վատ է հենց իշխանության համար։ Իրանք դա չեն հասկանում, որտեղ իրենք այս քաղաքական դաշտ են բերում մի անձնավորության, որը բավականին լուրջ կարողություններ ունի եւ կապեր ունի, եւ ոնց ասած ստիպում են, սարքում են, որ նա դառնա, այսպես ասենք, անդիմության մի թևի առաջնորդը։ Պարոն Պապյան, Փաշինյանի այցը Թուրքիա տեղի ունենալու հունիսի 20-ին, ես հիշեցնեմ, սա այն օրն էր, երբ 2021 թվականին ինքը վերարտադրեց իր իշխանությունը։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրավերը թուրքական կողմից է եղել, մենք այս օրվա ընտրությունն էլ կարող ենք որպես ստորացման նշան մեկնաբանել, թե սա զուտ որպես պատահականություն է ավելի շատ։ Փորձը չէ տալիս, որ թուրքական քաղաքականության պատահականություններ չեն լինում։ Գիտեք, ես անգամ մի ժամանակ ցանկ էի բանարել, ստեղծել որ օրը ոչինչ եւ դա բոլոր քաղաքականությունների մեջ աշխատում են բան, օրինակ տեսեք, մի ուրիշ օրինակ բերեմ, որ նաեւ մեր կողմից է դա կիրառվում, երկու օրինակ բերեմ, հետաքրքիր կլինի նաեւ բանը։ Մեկը մենք Ատոմ Էգոյանի հետ Արարատ ֆիլմի ցուցադրությունը առաջին անգամ, որ կազմակերպինց Կանադայում, դա արեցինք հոկտեմբեր 29-ին։ Թուրքիայի Հանրապետության անկախության օրը եւ բոլորը Թուրքիայի դեսպանատնից հետո եկան այդ նայելու, երբ որ մեզ ասացին, բա սա դիտավորել, ասենք չէ, պատահական է եղել, բայց դիտավորել բոլորը գիտեն, որ դիտավորյալ է։ Մյուսը նա էր, որ շատերը չգիտեն, որ երբ որ 65 թվականին Եղեռնի հուշարձանի կառուցման որոշումը եղել է, շատերին թվում է դա եղել է ապրիլ 24-ից հետո, ոչ։ Դա եղել է նախապես, որտեղ դա, այսինքն այդ ցույցերը եղել են ուղղակի շիրմացած բանը, դա եղել է մարտի 16-ին, այսինքն Մոսկվայի պայմանագրի օրը, 65 թվականի մարտի 16-ին Խորհրդային Հայաստանի նախարարների խորհուրդը Սովետը որոշում է կայացրել Եղեռնի հուշարձանը կառուցելու վերաբերյալ, եւ ես չեմ կարծում, որ մարտի 16-ը պատահական էր, այդ ձև շատ ալնում, դա ուղերձ է, դա շատ կարևոր ուղերձ է նման բաները եւ հիմա հաշվի առնելով են, որ թուրքական նույն լրատվական դաշտում առնվազն քննարկում այն, որ Նիկոլ Փաշինյանին պետքա պաշտպանել ամեն գնով եւ անգամ թուրքական սպեցնազը պիտի, չգիտեմ, այդ հատուկ ժողովրդային նրա անվտանգությունն ապահովեն, որտեվ անգամ ԱԱՑ-ի վրա վստահություն չունեն, տես, այլ դրանից ցուցանիշներից մեկն է, որտեվ Նիկոլ Փաշինյանը թուրքական տեսանկյունից աստծո պարգև է։ Այսինքն այն ինչ որ անում է ինքը, դա իրանք երբեք չեն կարող երազել։ Էլ նմանն էլ չի լինելու։ Էլ նմանն չի լինելու։ Հաստատ իրանք գիտեն չեն, դա մենք ամեն ինչ անում ենք։ Դա համար ես կարծում եմ պատահական չի։ Ամսի 29-ը այդտեղ կանչելը եւ իրենից կորզելու այն լրացուցիչ բաներ, բայց միևնույնն է այդ վերջնական այսպես խաղաղության պայմանագիրը չի լինի, որտեղ այստեղ մի անգամ էլ ասեմ, խաղաղության պայմանագիրը եւ խաղաղությունը երկու տարբեր բաներ են։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ժողովրդին խափի, այսպես ուտացնի այդ գաղափարը, այ տեսեք որ խաղաղության պայմանագիրը մենք ստորագրենք, չգիտեմ, եղբայրություն կլինի, խաղաղություն կլինի, իրանք ընդդիմությունը բոլորը, հատկապես ՊՎՌ-ը, մյուսը պատերազմ են ուզում, իսկ խաղաղություն։ Եվ իրենք, օրինակ մեր դեմ պայքարում այդ էին միշտ ասում, որ իրենք եթե գան իշխանության պատերազմը։ Դե լավ, մենք չեկանք իշխանության, բայց երկու պատերազմը որ եղավ ու մոլոք եղավ։ Հայաստանից օկուպացված տարածքներն էլ չխոսենք այդ մասին։ Դե չխոսենք, այսինքն ես նկատնում եմ 20 թվականի եւ 22 թվականի ըստեյցան Արցախի կորուստը, ժամանակավոր կորուստը ուսանք, բայց միևնույնն է։ Բայց գիտեք, մի սովետական ֆիլմ կար, ռուսեն կոչվում է «Սլատկое слово свобода», այդ քաղցր բառը ազատություն։ Չի լի կոմունիստների մասին եւ այլն, կան քաղցր բառեր։
այդ քաղցր բառը խաղաղություն ինքը այդ օգտագործումը բառեր կան, որով ժողովրդին լավ ես կարողանում խաբես։ Էմոցիաների վրա են խաղում մարդկանց։ Հասկանում եք, խաղաղություն, բոլորը պատերազմ են ուզում։ Խո մենք չենք բանանելու Թուրքի դեմ կռվելու։ Այսինքն իրենք այնպես են ներկայացնում, որ իբր իրենց քաղաքականությունը բերում է խաղաղության, այնինչ իրենց քաղաքականությունը մոտեցնում է պատերազմը, որովհետև ձեր նշած այդ դիրքերը երբ որ գրավում են բարձունքները հավանականությունը պատերազմի եւ հաջողությունը ռազմական գործողությունների ավելի է չէ շատանում եւ դա գայթակղության է տանում օրինակ նույն Ադրբեջանին որտեղ ինքը առաջ մտածում էր եթե ես հարձակվեմ այս բարձր սարի գլխին հայկական դիրքերն են դժվար կլինի զոհեր կտամ չի լինի հիմա այդ դիրքերը արդեն ինքը ստացել է բնականաբար ով որ այսինքն ես վերջերս գնացի Սյունիք եկա նայում ես այդ իշխանասարը լրիվ այդ ճանապարհը 30-40 կիլոմետր վերևից վերահսկում է իսկ բավական է այդտեղից ուղի հրետանային հարվածի տակ այդ ճանապարհը պահել նշանակում է Սյունիքը մենք կտրում ենք ամեն ինչի չենք էլ կարող հասնենք օգնության անգամ ցանկության դեպքում չենք կարող հասնենք դեպքում այս Տիգրանաշեն բանը դել մյուս ուրիշ թեման է որ իրանք բան են անում այսինքն եթե առաջ վտանգը այդ հատվածներ միշտ այդ երասխի հատվածներ հիմա առնվազն դրան մի երկու տեղ էլ ավելացել է հետեւաբար ինքը գնալու է ինքը փորձելու է սիրաշահելու անգամ քծնանքի միջոցով ինչ որ բաների հասնել չի հասնելու Եվ պարոն Պապյան, ուզում եմ անդրադառնանք նաև Իսրայել-Իրան հակամարտությանը, որը թեժացել է վերջին շրջանում եւ մեր տարածաշրջանում ու այդ թվում Հայաստանի համար պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել։ Այս օրերին ակտիվորեն քննարկվում է Միացյալ Նահանգների ներգրավվածության հարցը, ինչ եք կարծում, դա տեղի կունենա եւ եթե դա եղավ եւ Թրամփի որոշմամբ ԱՄՆ-ն ներգրավվեց այս պատերազմում արդեն ուղղակիորեն, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Իմ կարծիքով հետևյալ ներգրավվածությունը կունենա, խոսքը վերաբերում է որոշ կետային հարվածներ հասցնելու մասին, որովհետև Իսրայելը իր առջև դրված առաջին խնդրի մեծ մասը իրականացրել է։ Այն ինչ որ կոչվում է դեմիլիտարիզացիա, այն որ Պուտինն է խոսում, այսինքն իրենց հաջողվել է ոչնչացնել Իրանի հակաօդային պաշտպանությունը, հակարդյունային պաշտպանությունը, հակաելեկտրոնային ամբողջը ոչնչացված է։ Այնտեղ մի կետ կա, որ իրանք չեն կարողանում, որտեղ դրանք բավականին խորքային, 90 եւ ավել մետր խորության վրա իրենք փորձել են։ Դա ռմբակոծել են, հետակոծել են, չի ստացվում, արդյունակոծել են, որտեղ բանա դրա համար աշխարհում կա մի զինատեսակ, մի ռումբ, մի օթանավ, որը ամերիկացիք ունեն։ Հիմա եթե դա չարվի, նշանակում է Իրանը կկարողանա վերականգնել իր ատոմային ծրագիրը։ Իսկ Ամերիկայի առաջնային խնդիրը եւ աշխարհի եւ Թրամփը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Իրանը չպետք է ունենա ատոմային զենք։ Հետևաբար այդ մասով կարծում եմ Ամերիկան ներգրավվելու է։ Հիմա էլ հաշվի առնելով որ շարժ կա Դիեգո Գարսիայա կղզուց այնտեղ օթանավերը նաև բաներն են գալի վերալիցքավորող օթանավերն են եկե երկու տորմիղա մոտենում Իսրայելի ափերին, այսինքն այս ամբողջը արվում է։ Ինչ պիտի արվի։ Պիտի իրենք նպատակը որն է վերացնել բոլոր հնարավորությունները ատոմային զենք ստանալու Իրանի եւ եթե Ամերիկան դա խփեց իսկ Ամերիկան միայն կարող ինքը չէլ կարող Իրանը Իսրայելին տա որտեվ Իսրայելը չունի այդ օթանավերը կարճ ասած այդ կան մասով ինքը անելու է սա նշանակում է Իրանը մի 20 տարով առնվազն հետա 20-30 տարով հետ անգնում ատոմային ծրագրից ուրեմն նստելու է նույն ձևի Իրանը բանակցությունների Միացյալ Նահանգների հետ եւ լծակը Իրանի վրա ամերիկան ուժեղալնելու այլևս։ Ու այս դեպքում Ադրբեջանը մեծ ռիսկը որ ուժային ճանապարհով կբացի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Տեսնում եք նման ռիսկ դուք։ Այո, նման ռիսկ տեսնում եմ, դրա համար էլ եւ զարմանում եմ փոխանակ Նիկոլ Փաշինյանը փորձեր մի հատ Մակրոնի հետ խոսար, փորձեր մի հատ Ռուբիոյի հետ խոսար, փորձեր անգամ Պուտինի հետ խոսար եւ այլն, որ գիտեք, այս որ դու հայտնում ես, բա երկրի, բա աշխատավարձ ես ստանում, պաշտոն ես ստանում, ինչի համար, որ ուրիշի անկողինը մտնես ինչ որ այդ հարցերով չէ։ Անվտանգությունը պետության ղեկավարի, գործադիրի ղեկավարի տվյալ դեպքում առաջնային պարտականությունն է։ Բա ապահով ես, բա ով պիտի անի, ես։ Ինչ պիտի անի հիմա այս պահին, եթե adekvat իշխանություն լինի։ Adekvat իշխանություններ ինքը առաջի օրվանից հենց պիտի փորձեր կապեր հաստատել, այդ մտահոգությունը հայտներ, ասեր օրինակի համար առաջարկում եմ, չգիտեմ, տեղակայել ինչ որ զորախումբ եւ այլն կամ մի հատ զանգեք խոսացեք կամ պատվիրակություն ուղարկեք չգիտեմ Բաքու որ եղել է ժամանակին կամ զանգեք մատ թափ տվեք բանի վրա Ալիևի ասեք խելոք կնստես տեղը որտեվ եթե արցակվես քո
բանկային հաշիվները, չգիտեմ, կսառեցվեն, քո սեփականությունը կդրվի կալանք եւ այլ, այսինքն այդ լծակները կան, սա է հարցը։ Անվտանգության խորհրդի նիստ պետք է գումարվի։ Առասպահը չի եղել։ Առասպահը չի եղել։ Ամերիկայի նման երկիրը անվտանգության խորհրդի նիստ գումարեց, քննարկում անում Իսրայել-Իրան պատերազմը եւ դրա հետևանքները, որ հզորագույն երկիրն է, իր համար գոյութենական խնդիր չի, իր համար ինչ որ միջադեպ է։ Թուրքիայում եւս Էրդողանը անվտանգության խորհրդի նիստ է Հայաստանը, որ ամենատուժող կողմը կարող է հանդիսանալ Իրանից հետո այս ամբողջից, չկա։ Ընկած ասում է, ես օգտագործել եմ այս բառապաշարը, ան բառապաշարը, այս կողմ խաղաղությունը լինելու ասելով չի։ Դա է, ավելին ասեմ, դեմիլիտարիզացիան որպես առաջին խնդիր, բայց նաև երկրորդ խնդիրը կա, որը Իսրայելը գոնե ունի, դա իշխանափոխության հարցն է Իրանում, որը պիտի փորձեն։ Հիմա մենք տեսնում ենք ինչ, մենք տեսնում ենք ընդդիմության ակտիվացում, մասնավորապես Ռեզա Փեհլևի գլխավորությամբ եւ ինքը ուղղակի ուղերձով հանդես եղավ, կոչ արեց ապստամբելու եւ տապալելու։ Մենք տեսնում ենք վիճակի լուրջ ապակայունացում Իրանի ներսում։ Մենք տեսնում ենք արդեն Իսրայելի կողմից նավթա հանքերի եւ զտարանների արդյունքն նաեւ տնտեսական բաղադրիչի թուլացումն է գնում Իրանի, որը հանգեցնում է եւս էր ակտիվացել։ Քրդերը, այո, քրդական գործոնը ակտիվացել է, դե ադրբեջանցիները կամ թուրքախոսները կա ու կա այնտեղ են այդ բանը խոսում, այսինքն սա մի վիճակ է, որը հղի է մեզ համար եւ լուրջ վտանգներով, նաեւ լուրջ հնարավորություններով եւ շատ լուրջ սխալ էր ասեմ ձեզ, որ արտգործնախարարությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր այդպես հանդես եկավ, նման ոչ հավասարակշիռ միակողմ հայտարարությամբ, ասենք ասել, մենք դատապարտում ենք Իսրայելին, Էսպանիայի համար եւ այլն, քեզ ով էր խնդրում դատապարտես կամ չդատապարտես, դու կոչ արա խաղաղության, խնդրի ես լուծման միջազգային իրավունք եւ այլն եւ այլն։ Առավել է որ այդտեղ որ այս կոնֆլիկտում Իրանը հաղթելու շանս չունի պարզապես։ Շանս չունի, ինքը չի կարող հաղթի։ Արդեն պարտվել է, ոչ թե ինքը արդեն պարտվել է, որտեղ այն խնդիրները ինչ որ դրած էր առաջներին, արդեն լուծվել է, չկա այլևս այդ ամբողջը։ Բանը չկա։ Հիմա 24 հոգի իսրայելցի է սպանել, բոլորը քաղաքացիական անձիկ։ Մի հատ նայեք իր կորուստների չափն ու բանը եւ մի քանի շենք այնտեղ հիմնական կորուստը Իսրայելի տնտեսական առումով մի հատ զտարան կար, դա է, այսպես ռմբակոծվել, այն էլ ասենք նորոգման ենթակա է, բայց երկու տարբերություն կա, էլի, իրանական նավթի եւ իսրայելական նավթի։ Իսրայելական նավթ դա ներմուծող նավթի մշակող սեփական շուկայի համար է։ Դա կարող է հանգեցնի որոշակի խափանումներ, ասենք, մատակարարման, բայց հաշվի առնելով որ պայեսները կան, բաները կան, հիմա մի հատ հեղուկանավ կկայնի ափին այդտեղից սպան կանեն եւ հեշտ վերականգնելի է։ Հեշտ վերականգնելի է։ Իրանի պարագայում դա եկամուտի հիմնական աղբյուրն է, այսինքն ոչնչացնելով այդ նավթի հանքերն ու արտահանման հնարավորությունը, իրանք բերում են տնտեսական խնդիրների։ Գիտեք, ով որ եղել է Թեհրանում, ինքը տեսած կլինի, այնտեղ որ փուրերը կան, միշտ այդ փուրերի դիմաց է, այսպես պարկերով ալուրն է շարած, միշտ դրած է։ Ու երբ որ ասում ես ինչի, օրինակ, ստեղ հիմա եղանակից ավելի ժողովրդին համոզելու, որ հացը կա, ալուրը կա, դա հրահանգ է, որ ամեն մի փուր պիտի ցուցադրական, այսպես ալուրները, որ ժողովուրդը տեսնի, որ վաղ չկա, ինքը կուշտ է լինելու։ Իսկ կշտություն հիմնական հացն է, այսինքն աղքատ ժողովուրդների համար։ Հա, այդ բանը։ Հիմա դու պատկերացրեք մի վիճակ, որ խափանում է տեղի ունենում, որտեղ ցավոք սրտ, դա էլ զարմանալի է, բայց Իրանը ինքնաբավ չի սննդով, ինքը հսկայական սնունդ է ներմուծում։ Հիմա ճանապարհները այսինքն փակվեն։ Հիմա ինքը նաև Ռուսաստանից էր ներմուծում։ Այստեղ խնդիրը հետևյալն է։ Շատ բան գալիս է Ադրբեջանի վրայով, մի մասը գալիս է Աստրախան Էնզելին, բայց շատ բան գալիս է Ադրբեջանի վրայով, այդ մեծ բեռնատարներով։ Այստեղ հարցնեն է, սա ադրբեջանական լծակ է Իրանի վրա։ Ինչա Իրանը իրեն այսպես զուս պահում Ադրբեջանի նկատմամբ, որտեղ եթե Ադրբեջանը այդ ճանապարհը փակեց, ինքը առնվազն ալյուր եւ ձեթ, որը շատ Ռուսաստանից է ներմուծում, չի ստանալու։ Իսկ Հայաստանի եւ Վրաստանի տարածքով չի կարող դա անել։ Դե խնդիրն է նա, որ այդ Լարսի մենք տեսնում ենք այդ նախ Վրաստան-Ռուսաստան վիճակն, ասեն Վրաստանը արդյոք կհամաձայնի, որ Ռուսաստանը իր տարածքով ինչ որ բան ծախի։ Վրաստանը դեմ է դրան, մեկ տեխնիկապես դա ավելի բարդ է, որովհետև այդ ճանապարհները ավելի խնդիր են առաջացնում, հետո ավելի երկար է, ավելի լեռնային է ճանապարհը, իրենք Կասպիցովի ափով այսինքն գալիս էին մինչև ադրբեջանական աստարը, հետո բան։
Իրանը անգամ այդ երկաթուղու հարցը կա, որը դեռևս ավարտված չի, բայց եթե Իրանի մտքին լիներ, ինքը վաղուց դա կավարտեր այդ ճանապարհը, ինքը ամեն ինչ անում էր, որպեսզի հայկական տարբերակը ինչ որ ձևով գործի, բայց հայկական տարբերակները չկարողացան ինչ որ մի բան անընդհատ խոսացի եւ նախկին իշխանություններն էին խոսում Զանգեզուրի վրայով երկաթուղի կառուցելու, այս նոր իշխանությունն էլ ասում էր ես լեզու գտնեմ Ադրբեջանի հետ Նախիջևանի երկաթ, դե թող բացեն Նախիջևանի երկաթուղին, ինչի չեն բացում։ Ոչ մի բան էլ բացած չի։ Ստացվում է այդ նոյեմբեր 9-ի փաստաթուղթը, որով ինչ զիջումներ մենք պիտի տայինք արեցինք, այդ թվում նաև տարածքային, ասկան մենք ավելի շատ տարածք թղթով զիջեցինք, քան իրանք զենքով գրավեցին։ Ոչինչ չստացանք, անգամ ռազմագերիներին չստացանք։ Շարունակեցին կորցնել դրանից հետո։ Դրանից էլ շարունակեցին կորցնել, այլ ձախողման ցուցանիշ է եւ հենց լկտիության անբացատրելի մակարդակը դա է, որ այս բոլոր կորուստներից ու ձախողումներից հետո դեռևս կանգնում է իշխանությունը ինչ որ հաջողություններից է խոսում։ Պարոն Պապյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք միջազգայնագետ ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի հետ։ Կհանդիպենք։